Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նեանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ պարոն Տիգրան Խզմալյանի հետ։ Ողջույն եմ պարոն Խզմալյան, շատ շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք։ Բարև ձեզ։ Եվ այսպես Փաշինյանը գտնվում է Մոսկվայում։ Դատելով լուսանկարներից նա այդքան էլ իրեն հարմարավետ չի զգում, ես կհարցնեմ դա դուք եւս կիսում եք այդ տպավորությունը, ես կներեք այսպիսի տպավորություն ստացա եւ կիսվեցի ձեզ հետ, տեղեկացրեցի։ Նախ որտեղ է նստած, նա նստած է առաջին այո շարքում իհարկե, բայց Լուկաշենկոյի կողքին է նստած, պարզ է որ Փաշինյանը եւ Լուկաշենկոն չեն զրուցելու։ Եվ հաջորդ խնդիրը այն է, որ Փաշինյանը ողջունելու է այդ շքերթի ժամանակ Շուշին գրաված զինվորներին, ադրբեջանցի զինվորներին, ադրբեջանական մամուլը համենայն դեպս մատնանշում է, որ այդ 80 զինվորականները, որոնք անցնելու են կոմանդոսներ, այսպես կոչված, հենց նրանք են, ովքեր Շուշիում են եղել։ Այն դեպքում, երբ որ Ալիևը չի լինելու։ Ձեր կարծիքով, իհարկե մենք մինչ այս օրը անընդհատ քննարկում ենք բոլորի հետ, թե ինչը կարող էր դրդել, ինչու է Փաշինյանին գնալ Մոսկվա, ինչու է գնացել, արդյոք Չինաստանի նախագահի հետ այսպես ոտքի վրա հանդիպելու համար։ Ձեր գնահատականը ինչ է տեղի ունեցել այս փաստով, գնալու փաստով, եւ ինչ հետևանքներ կարող է դա ունենալ դրական, գուցե, եւ բացասական, եթե այդպեսին լինեն։ Ես կսկսեմ նրանից, որ կհիշեցնեմ այսօր Եվրոպայի օրն է, մայիսի 9-ը, դա ոչ թե հաղթանակի տոնը աշխարհը նշում է մայիսի 8-ին, որովհետև մայիսի 7-ին լույս գիշեր 8-ին կնքվեց իրական զինադադարը եւ Գերմանիան ստորագրեց կապիտուլյացիա։ Այդ Ստալինը որոշեց մեկ օր անց մի անգամ էլ բեմադրել այդ ամբողջը, որպեսզի հետո ասի, որ սովետական միությունը միայնակ է հաղթել, դա այդպես չէ։ Այդպես որ այսօր աշխարհը եւ Եվրոպան նախ եւ առաջ նշում է Եվրոպայի օրը, խաղաղության եւ համերաշխության օրը։ Ես սկսել եմ դրանից, որ մենք տեսնենք Փաշինյանի այցը այս ենթատեքստում, երբ Եվրոպայի առաջնորդները այսօր հավաքվում են Կիևում, երբ Եվրոպան հատուկ նշել է, որ Եվրամիության ձգտող ազգերի ղեկավարները չպետք է գնան Մոսկվա, որովհետև այն ինչ կատարվում է Մոսկվայում, դա դայիչների, բռնապետների խնջույք է։ Հենց այդ օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ոչ թե իրեն է ներկայացնում Նիկոլ Վովայևիչ Փաշինյանին, Իջևանում ծնված եւ Երևանում ապրող հիմա մի մարդ, այլ Հայաստանի վարչապետը, այսինքն Հայաստանի Հանրապետությունը ներկայացված է ոչ թե Եվրոպայում, որտեղ 45 օր առաջ անդամակցելու օրենք է ընդունել ազգային ժողովը, Նիկոլ Փաշինյանի վերահսկվող ազգային ժողովը, այլ նա Մոսկվայում է Լուկաշենկոյի, Պուտինի կողքին եւ ինչպես դուք ասիք, ազերի ազգերների հայերին գլխատող մարդասպանների շքերթին մասնակցող։ Եվ բացատրությունները այստեղ շատ են, ոմանք անվանում են դա խիզախ եւ խորամանկ քաղաքականություն, ոմանք դա անվանում են հիմարություն, խենթություն, ես կարծում եմ այդ ամենը ավելնորդ է։ Իրականում Փաշինյանը ընդամենը մեկ խնդիր է լուծում իր այցով։ Եվ դա նույն այն խնդիրն է, որը լուծում էին նրանից առաջ բոլոր Հայաստանի իշխանավորները վերջին 40 դարվա ընթացքում։ Դա սեփական իշխանություն պահպանելու խնդիրն է։ Հանուն դրա է գնացել Նիկոլ Փաշինյանը Մոսկվա 2025 թվականի մայիսի 9-ին կամ 8-ին ավելի ճիշտ, եւ ոչ առաջին անգամ դա եղել էր եւ նախորդ եւ այն 23 թվականին 2 տարի առաջ ես օրինակ այդքան էի զայրացած, որ մենք կազմակերպեցինք հատուկ հակաայց եւ Ռուբեն Ախվերդյանի ու երաժիշտների հետ մեկնեցինք Կիև ցույց տալու համար ուկրաինացիներին պատերազմի մեջ գտնվող հերոսական Ուկրաինային, որ
Հայաստանը դա Նիկոլ Փաշինյան չէ, դա մենք ենք։ Եվ մենք բարեգործական համերգ տվեցինք Ուկրաինայի բանակի օգտին եւ այսօրերն էին, հա։ հենց մայիսի 10-ն էր 2023 թվականին եւ մեր այցը հատուկ նշանակություն ուներ հակակշռել դրան եւ իմիջիալոց ուկրաինացիները այդպես էլ գնահատեցին եւ մեր այցից հետո ստեղծվեց հայկական լեգիոն իմիջիալոց ուկրաինական բանակում բայց այս ամենը ասում եմ միայն մի բան բացատրելու համար ժողովուրդ պետք չէ փնտրել սև կատու մութ սենյակում հատկապես եթե այնտեղ կատու չկա կատուն բոլորովին այլ տեղում է Նիկոլ Փաշինյանը փոխանակում է հիմա մեր ազգային արժանապատվությունը, մեր պետական գերագույն շահերը, որտեղ լինել Եվրոպա է դա նշանակում է ապահովել երկրի համար ոչ միայն զարգացում տնտեսական, ոչ միայն քաղաքական կայունություն, այլ պարզապես ֆիզիկական գոյություն։ Եկեք չխաբենք մեզ, այն որ 2022 թվականի աշնանը, երբ երկու օրվա մեջ 223 հայ զինվոր էին զոհվել Սյունիքի սահմանին, երբ որ ադրբեջանցիները արդեն մտել էին Հայաստանի տարածք, Հայաստանի Հանրապետության տարածք, դա արդեն Արցախից էլ դուրս էր։ Եվ միայն Եվրոպական միության միջամտությունը եւ սկզբից 40, իսկ հիմա արդեն մի քանի 100-ի հասնող դիտորդների, փաստորեն խաղապահների ներկայությունը եվրոպական դրոշներով մեր սահմանների վրա դա է կանգնեցրել Սյունիքի զավթումը, դա է կանգնեցրել պատերազմը եւ դա է պահպանում խաղաղություն։ Դա այլ ոչ թե ինչ որ խաղաղության փաստաթուղթ, որը բնականաբար Մոսկվայում չի կնքվելու, որովհետեւ այնտեղ Խորամ Ալիևը չեկավ, նա ուղարկեց իր ասքյարներին։ Իսկ ինքը շարունակում է քաղաքական միավորներ հավաքել արևմուտքում, որտեղ նա վաճառում է իր նավթն ու գազը, եւ նա արեց դա չգնալը։ Դրա պատճառն էր հենց այն, որ այնտեղ գնաց Փաշինյանը։ Ալիևը հերթական անգամ թույլ տվեց Փաշինյանին կատարել կոպիտ սխալ։ Երբ որ Փաշինյանը նախապես հայտարարեց, որ գնալու է Մոսկվա, իհեճուկս ամեն ինչի, Ալիևը շատ հմտորեն վերջին պահին ասեց, իսկ ես զբաղված եմ եւ չեմ կարող գալ։ Ըստ էության ավելի զբաղված է Ադրբեջանում, քան Փաշինյանը Հայաստանում։ Փաշինյանը գնաց ազատվելու համար ազգային ժողովում խժդժություններից, քրեական չբացված կամ չավարտած գործերից, կոռուպցիայից, տնտեսական խնդիրներից, այդ ամեն ինչից նա գնաց փրկվելու Մոսկվա։ Ինչու՞, որովհետեւ նա մեկ խնդրանքով է այնտեղ։ Թողեք ինձ շարունակել իշխանավորել, որովհետև մի քանի շաբաթ առաջ Ռուսաստանը իր հատուկ դիվերսիոն խումբ է նշանակել Հայաստանի 26 թվականի ընտրություններին միջամտելու եւ դա գլխավորում է ոչ ավել ոչ պակաս Ռուսաստանի նախկին վարչապետ Կիրիենկոն։ Դա շատ լուրջ խաղ է եւ Փաշինյանը փաստորեն գնաց այնպես ինչպես առաջ գնում էր Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, ասելու համար ես կատարում եմ այն խնդիրները, որոնք ձեզ հուզում են այստեղ եւ դրա դիմաց նա ստանում է փաստորեն այդ պիտակը իշխելու։ Նա ստանում է Պուտինի համաձայնությունը, որ Կիրիենկոն իր փողերը կստանա, կլվա, կապահովի լարվածություն, պառակտվածություն, բայց դու կմնաս իշխանության քո 30%-ով, որին կավելացնես այդ չարաբաստիկ օրենքը, որը կոչվում է կայուն մեծամասնության օրենք։ Միայն թե ժողովրդավարական ուժերը իսկապես եվրոպամետ ազգայնականները ներպես չգան իշխանության։ Պարոն Խզմալյան, փաստորեն ստացվում է, որ եթե մինչ այժմ նույն կարծեմ Ալեն Սիմոնյանն էր ասում, դե եւ Փաշինյանն է ասում, դուք այլ երկրների գործակալներ եք, այլ երկրների քաղաքական ուղին եք այստեղ, քաղաքականությունն եք վարում այստեղ, գնալով Մոսկվա, եթե դուք ասում եք Փաշինյանը գնում է որպեսզի այնտեղ տան իրեն հնարավորություն շարունակել իր պաշտոնավարումը, դա նշանակում է արդյոք, դա հարց է կներեք,
որ Փաշինյանը սա պարզապես այց չէ եւ Փաշինյանի մտադրությունը միայն այն չէ, որ հարգի այդ համաշխարհային պատերազմում զոհված հայերի հիշատակը, այլ Ռուսաստանի ազդեցության քաղաքական գործիչ դառնալն է։ Ինքն է դառնում արդեն Ռուսաստանի ազդեցության գրողը, տանողը, քաղաքականություն վարողը Հայաստանում։ Այդպես է ստացվում։ Մենք տվյալ դեպքում դուք բարդացնում եք իրավիճակը։ Իրականում շատ պարզ է ամեն ինչ։ Նախ 300,000 զոհված հայերի հիշատակը Մոսկվայում չէ, որ պետք է հիշատակել, հարգել, դա պետք է անել Երևանում։ Դա պետք է անել Կերչում, միգուցե որտեղ 200,000 հայեր են զոհվել։ Որտեղ նաև իմ ընտանիքի անդամներն են կռվում։ Բայց դա չի դարձնում Փաշինյանին Ռուսաստանի կամ Պուտինի գործակալ։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանը ակնհայտ գործակալ էր, նա չէր էլ թաքցնում։ Նա ասում էր, որ այո, Հայաստանը պետք է լինի Ռուսաստանի պրովինցիա։ Դա ասում էին այլ քաղաքական գործիչները։ Փաշինյանը դա չի ասում։ Նա ընդհանրապես ուզում է մնալ իշխանության։ Նա ոչ թե Ռուսաստանի կամ Արևմուտքի, բայց ինչու է Ռուսաստանից կախված նրա իշխանության մնալ չմնալու որովհետև գինը ո՞րն է, այդ արժեքը ո՞րն է, որ բայց այդ գինը դուք վճարի Հայաստանը բայց մենք ամեն օր ենք վճարում այդ գինը։ Գինն այն է, որ Հայաստանի տնտեսության ահռելի Արդյունքի բաժինը մինչև հիմա մնում է ռուսական։ Մեր երկաթուղիները վերահսկում են ռուսները, մեր գազն եւ հոսանքը վերահսկում են ռուսները, մեր բանկերը եւ հանքերը վերահսկում են ռուսները եւ 7 տարի շարունակ խոսելով կոռուպցիայի մասին, անկախության մասին, ինքնիշխանության մասին, Փաշինյանը որևէ բան չարեց։ Միակ բանը, որը նա կարող է ներկայացնել, այն որ Զվարթնոցից եւ մի քանի ուղղակալներից ռուս սահմանապահներն են հեռացել։ Դա մեզ դարձնում է անկախ ազատ պետություն, հեռացել են, որովհետև Պուտինը ինքն էր դա առաջարկել։ Փաշինյանը ինքն ասել էր ուղիղ 1 տարի առաջ, որ նախորդ իր այցի ժամանակ 2024 թվականի մայիսի 9-ին 10-ին, երբ նա կրկին Մոսկվայում էր, Պուտինն ինքն էր իրեն առաջարկել հեռացնել ոչ միայն Զվարթնոցից, ինչպես խնդրեց Պուտինը, ռուս սահմանապահների, այլ նաև Թուրքիայի եւ Իրանի սահմանից։ Դա Պուտինի առաջարկն էր, որովհետեւ Պուտինը լուծեց իր հարցերը 20 եւ 23 թվականին Պուտինը հիմնական հարցերը լուծեց։ Մնաց միայն մեկ, ոչ թե Զվարթնոց, այլ իրենց երազած Զանգեզուրի միջանցք։ Եվ Փաշինյանը չէ որ խանգարում է Պուտինին, այլ միայն Միացյալ Նահանգների եւ Եվրամիության, հատկապես Ֆրանսիայի դիմադրությունը, միայն դա թույլ չի տալիս Ալիևին ռուսական ծրագիրը իրականացնել մինչև վերջ եւ կապվել Նախիջևանի եւ Թուրքիայի հետ, թույլ տալով Ռուսաստանին ստեղծել այդ գորշ գոտին, որտեղ որ Ռուսաստանը նախատեսում էր կառուցել գազամուղ, նավթամուղ Թուրքիա վաճառելու ադրբեջանական անվան տակ սեփական գազը եւ այսպես շարունակելու Եվրոպայից փող ստանալ։ Դա է Ռուսաստանի հիմնական նպատակը եղել 2020-23 թվականին ու նաեւ հիմա։ Բայց փաստորեն տեսնելով որ Փաշինյանը հիմնականում ոչ մի բան Ռուսաստանի դեմ չի անում, նա անգամ հերոստալիկները չի անջատել։ Ամենավտանգավոր իրենց զենքը։ Ես երեք ծաղիկներ տարա հավերժ կրակին, որովհետև հաղթանակի օրը մայիսի 8-ն էր, եւ ինչ տեսնեմ այդտեղ մանկապարտեզը կանգնած 3 տարեկան երեխաներ։ Այսինքն արդեն Արցախի հայաթափման հասակակիցներ, պատերազմից 44-օրյա պատերազմից հետո ծնված երեխաներ են կանգնած, եւ իրենք Կատյուշա եւ Սինի պլատոչիկ ռուսական երգերով, ռուսական սովետական համազգեստով փոքրիկների համար կարմիր աստղերով ռուսական երգեր ու պարեր են կատարում։ Դա փորձեր այսօր երևի կատարելու են արդեն հեռուստատեսության ներկայությամբ։ Այսինքն, երբ հարցրեց ինչու եք երեխաներին պղծում, դայակը մոտեցավ, ասեց մի ասեք տենց բաներ, մեր տնօրենը, թե ուսմասվարը ամուսինը կորցրել 44-օրյա պատերազմի ժամանակ, ասեցի ու նա մինչև հիմա չհասկացավ, որ նրա ամուսնուն սպանել են
ռուս-թուրքական, ռուսական զենքով, ռուսական շահերի համար, ռուսներն են կազմակերպել այդ, նա չի հասկանում եւ պատերազմից հետո ամուսին կորցրած կինը մեր երեխաներին ռուսական երգեր ու պարեր է խաղացնում Պուտինյան շքերթի օրը։ Մենք այդքան ծանր հիվանդացք ենք, որ դա էլ չենք հասկացել մինչև հիմա։ Ինչ ասեմ, ես շատ մեծ ցավ ապրեցի։ Ընդամենը 24 ժամ առաջ, երբ հավերժ կրակի մոտ եվրոպական ու հայկական դրոշներն է խոնարել։ Ծանր պատկեր է այն, ինչ դուք ներկայացրեցիք, ծանր իր եւ բովանդակությամբ եւ Ես ասացի դա, որովհետեւ Փաշինյանը դա է ներկայացնում Մոսկվայում եւ կա զանգված, որը ցավ չի զգում, չի հասկանում ով է մեր թշնամին։ Մենք խոսում ենք այն մասին, թե եթե Փաշինյանը գնացել է Մոսկվա, որպեսզի պահպանի իր իշխանությունը, դա պետք է գին ունենա, այն ինչ դուք ասացիք, դա արժեքներից մեկն է գուցե Եվ հաջորդ հարցը շարունակում եմ նույն հարցը տալ, ինչ եք կարծում, արդյոք նաև Զանգեզուրի Միջանցքը կարող է դրա գինը լինել, Փաշինյանի մնալը իշխանության մեջ եւ եւս մեկ հարց, ինչպես եք պատկերացնում, ինչ մեխանիզմ ունի Ռուսաստանը բավարարելու Փաշինյանի այդ ցանկությունը իրեն չհեռացնել։ Զանգեզուրի Միջանցքը Սյունիքի անձեռնմխելիությունը ոչ թե Փաշինյանն է երաշխավորում ցավոք սրտի, ինչպես որ կոչված էր հայոց համանadrության միջոցով։ Դա երաշխավորում է աշխարհակահաղական շահերը։ Եվ վերջնական պատասխանը տրվեց մի քանի օր առաջ, երբ Ռոմի Պապ Ֆրանցիսկոսի կյանքի վերջին օրվա ժամերին Վատիկանում 12 ժամանոց հանդիպում տեղի ունեցավ նրա օրհնությամբ Իրանի արտգործնախարար Արաքչի եւ Միացյալ Նահանգների հատուկ դեսպանի միջև, որոնց հետո միացավ նաեւ Հնդկաստան ճանապարհին իմիջիալոց իջավ Ռոմում, միացավ փոխնախագահ Վենսը եւ այդ 12 ժամանոց բանակցությունների ընթացքում, որոնք կրկնում եմ, տեղի են ունեցել Վատիկանում, ոչ թե պարզապես Հռոմում, Իտալիայում, այլ հենց Վատիկանում, մենք պետք է հասկանանք ինչ է նշանակում դա եւ ինչ է նշանակում Վատիկանը, հատկապես երբ որ երեք եւս մեկ կարևոր օր էր, տոն էր, նոր Հռոմի Պապ ընտրվեց, Միացյալ Նահանգներից առաջին ամերիկացին, դա էլ է կարևոր։ Ես այդ ամենը ասում եմ Զանգեզուրի Միջանցքի մասին, որովհետեւ ամերիկացիները վերջնականապես հաստատեցին, որ իրենք չեն գրահելու Իրանին։ Իսկ Զանգեզուրի Միջանցքը, Սյունիքի գրավումը հնարավոր կլիներ միայն մի դեպքում, եթե Իրանի դեմ սկսվեր ոչ միայն Իսրայելի հարձակում, այլ ամերիկա-իսրայելական հարձակում։ Եվ այդ դեպքում Ադրբեջանը, որը դա նախապատրաստում էր, ասելու էր, ահա, մենք օգնում ենք ձեզ Միացյալ Նահանգներ եւ Իսրայել, եւ մենք փակում ենք այդ Չարաբաստիկ Իրանի հյուսիսային սահմանը, հատկապես որ Փաշինյանը անզգուշորեն դրանից մի քանի շաբաթ առաջ համատեղ զորավարժություններ իբրև թե կայացրեց Իրանի հետ։ Դա ամենասխալ եւ վտանգավոր զարգացումն էր։ Դա Իրանին էր պետք, բայց Հայաստանին դա բացարձակապես պետք չէր։ Ես պարզապես սարսափած մի քանի օր սպասում էի Միացյալ Նահանգների արձագանքին, որովհետեւ Ադրբեջանը պատրաստել էր դա որպես հաղթակար։ Տեսեք, դուք պատրաստում եք գրոհել Իրանի գրոհը, իսկ Հայաստանը Իրանի հետ համատեղ զորավարժություններ անում։ Իրական զորավարժություններ չէին։ Իրանը իր տարածքում, Հայաստանը իր, բայց այն որ հայտարարվել է, Հայաստանը փաստորեն դարձնում էր ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Իրանի դաշնակից Ամերիկայի համար, Թրամփի համար, որը շատ ավելի քիչ փոքր մեղքերի համար է սարսափելի պատիժներ սահմանում, չէ՞ հիմա մենք հասկանում ենք ում հետ մենք գործ ունենք։ Եվ այն որ Հռոմի Պապի կյանքի վերջի օրվա ընթացքում նրա օրհնությամբ, ընդ որում նրա վերջին աղոթքը ոնց վերաբերում էր մեր տարածաշրջանին, դա ոչ ոք չնկատեց, նա խաղաղություն խնդրեց
ասեց հարավային Կովկասի համար։ Դա պատահական չէր։ Եվ այն, որ Վենսը հետո եկավ, եւ այն, որ Թրամփի եւ Զելենսկու բանակցությունները նույնպես Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարում տեղի ունեցան։ Սա բաներ են, որ Երևանում, երբ որ ես որոշ մարդկանց փորձում եմ դա բացատրել, իրենք քառակուսի աչքերով են, չեն էլ հասկանում, ինչ կապ ունի դա։ Դե հա, հիմա շենքեր նստեցին, հա, Վատիկանը որն է այ մարդ, պարզ չի։ Չէ, պարզ չի, իրենք չեն հասկանում, որ Վատիկանը անչափ կարևոր է եւ այս ժամերին հատկապես շատ կարևոր է։ Եվ շատ կարևոր է, որ մենք պարզապես հրաշքով մի բանից փրկվեցինք։ Եթե ամենաուժեղ տեխնացում Պիետրո Պարոլինը, պետական քարտուղարը Վատիկանի, ընտրվեր, դա մարդ էր, որին մենք պետությունը մեր, եկեղեցին մեր, կառավարությունը մեր կարողացան, որքան էլ բավական լուրջ նեղացնել։ Նա Երևան էր այցելել, դա Վատիկանի պետքարտուղարն է, վարչապետ։ Եվ նրան ընդունեցին, կարծես թե ինչ որ 4-րդ կարգի քաղաքի թաղապետ է եկել։ Հենց թռուցիկ, հպանցիկ մի քանի րոպեանոց հանդիպում վարչապետի հետ, որին համոզեցին, որ պետք է իրեն ընդունել։ Էջմիածինը հերթական անգամ ցույց տվեց իր հակակաթոլիկ այդ ամեն հələ ոչինչ, բայց նա այստեղից գնաց Բաքու, որտեղ նրան ընդունեցին, գիտեք ոնց։ Նրա օրհնությունը խնդրեցին կաթոլիկ տաճար կառուցել եւ կառուցեցին արդեն եւ arczepiskop Սրբազան Գալախերը Վատիկանից եկավ եւ օրհնեց այդ կաթոլիկ տաճարը Բաքվում։ Այ ինչի համար են իրենք պատրաստում այդ ալբանական, այսպես կոչված աղվանական եկեղեցիների մասին կեղծիքները Արցախում, որ ասեն, որ հա մենք ենք Օրանը, Բախտողոմեոս եւ Թատևոս առաքյալները մեր տարածքում էին քարոզում։ Արցախը Հայաստանի հետ կապ չունի, դա կովկասյան աղվանք է եւ հսկայական փողերով անց էին կացնում այդ գաղափարը։ Եվ եթե օրինակ զարգանար այլ կերպ այս ընտրությունը, մենք հիմա հանձինս Վատիկանի կունենայինք, ասեմ ձեզ, բավական մեծ գլխացավանք, այնտեղ որտեղ պետք չէր այդ գլխացավանքը ունենալ։ Աստված հերթական անգամ խղճաց մեզ։ Ես ընդհանրապես ասում եմ, ինչ ցածր է մեր քաղաքականության, դիվանագիտության, վերլուծության որակը, եւ այդ որակը իշխանության որակը, կառավարման որակը, դա է գինը, դա է գինը։ Փաշինյանի այս այցի գինը մենք վճարում ենք նրանով, որ բարձրանում է արտահոսքը եւ կապիտալը, եւ մարդկանց։ Մարդիկ փախչում են Հայաստանից, որովհետև տեսնում են, որ Հայաստանը չի գնում Եվրոպա։ Հետևաբար պատերազմի վտանգը շարունակվում է, որդիներին փախցնում են բանակից, բիզնեսները փախցնում են Հայաստանից։ Այդ դա է գինը։ Իսկ դիմաց ընդամենը մի քանի մարդ պահպանել են իրենց հույս են պահպանում մնալ իշխանության մեջ ընդամենը եւ նրանց գինն ենք մենք վճարում մեր կյանքերով, մեր արտագաղթով, մեր դժբախտությամբ, նևրոզներով եւ մահերով։ Պարոն Խզմարյան, Փաշինյանը այսօր կամ գրել է կամ հայտարարել է համենայն դեպս տեքստայինով, ասեմ ձեզ, տեքստն եմ տեսել, նա ասել է, որ իր հեճուկս բոլոր հնարավոր ներքին եւ արտաքին սադրանքներին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Ձեր կարծիքով ինչու է Փաշինյանը դրանում համոզված այժմ, երբ մի քանի ժամանակ առաջ, ոչ մի քանի ժամանակ, հենց երեկել նորից Հայաստանը եւ Ադրբեջանը իրար հետ փորձում էին հասկանալ, որ կողմից է կրակը գալիս։ Ադրբեջանը տեղեկացնում էր մեզ, որ մենք կրակել ենք։ Մենք տեղեկացնում ենք Ադրբեջանին, որ նրանք են կրակել։ Դա ես հենց նոր դա է փորձում բացատրել։ Փաշինյանը ուզում է տպավորություն ստեղծել, որ նա է դա որոշում, նրանից է ինչ-որ բան կախված։ Չէ, ես այդ բարդ քաղաքական կոնստրուկցիաները նկարագրում էին ցույց տալու համար, որ իրականում այդ որոշումները եւ 20 թվականին իմիջիալոց եւ 23 թվականին ընդունվել են ոչ թե նրա կողմից եւ խաղաղությունը դա նրա ու Ալիևի պայմանավորվածությունը չէ։
դա մեծ քաղաքական կենտրոնների դժվար հասանելի, բայց այնուամենայնիվ հնարավոր կոնսենսուսն է։ Հռոմի Պապը ասաց, որ չպետք է լինի պատերազմ Իրանի եւ Միացյալ Նահանգների հետ, հանուն Իսրայելի, որ պետք չէ Հնդկաստանի եւ Պակիստանի պատերազմը եւ այդ պատերազմը չի լինի, կսահմանափակվեն այդ սահմանային բախումներով, կհանդարտվի, որ պետք չէ պատերազմը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Դա Հռոմի Պապի որոշումը չէ, իհարկե, դա նրա ցանկությունն է, բայց դա այն ցանկությունն է, որի հետևում կանգնած են շատ մեծ շահեր, շատ մեծ փողեր, շատ մեծ որոշումներ, որովհետեւ արևմուտքը Միացյալ Նահանգների գլխավորությամբ այլևս նոր չեմ ասի թշնամի հակառակորդ է տեսնում ընտրել Չինաստանը։ Եթե 50 տարի առաջ 70-ական թվականների կեսերին Միացյալ Նահանգների նախագահ եւ պետքարտուղար Նիքսոնը եւ Քիսինջերը անսպասելիորեն ընտրեցին Չինաստանը եւ այցելեց Քիսինջերը Մաո Ցեդունի մոտ ընդդեմ սովետական միության եւ իրենք սկսեցին օգնել Չինաստանին բարձրանալ սովետը քանդելու համար։ Ապա 50 տարի անց նրանք հակառակն են անում։ Տրամպը այդ պատճառով թույլ չի տալիս Ռուսաստանին պայթել, որովհետև նա աշխատում է Չինաստանի դեմ։ Եվ այդ ամենը Հնդկաստանից մինչև ձեր ասած Զանգեզուրի միջանցք, դա մի գիծ է, որի նպատակն է թույլ չտալ Չինաստանին Ռուսաստանի հետ ուժեղանալ, որտեղ Ռուսաստանը հիմա Չինաստանի դաշնակիցն է։ Ահա ինչու են Սին եւ Պուտինը նստած իրար կողքը Լուկաշենկոն եւ սա է սարսափելի, նրանց կողքին նստած է Փաշինյանը, ոչ թե Մակրոնի, Մերցի, Տրամպի կողքին, այլ Լուկաշենկոյի եւ Պուտինի։ Սա է այն հանցագործությունը, որը նա գործում է հիմա Հայաստանի դեմ։ Իդեպ շատ սիմվոլիկ էր ավարտելու համար այս թեման եւ այդ պատկերը Չինաստանի նախագահի կողքին նստած էր Ղազախստանի նախագահը Տոկաևը, որը նստած էր հենց ցույց տալու, որ ես ոչ թե Պուտինի հետ եմ, այլ Չինաստանի հետ եմ։ Իսկ Հայաստանը, ինչպես դուք նշեցիք, այո, Լուկաշենկոյը։ Սիրելի հայրենակիցներ, գովազդ հայտարարենք եթերում, պարոն Խզմալյան, դուք էլ ներեք, պետք է մի քանի վայրկյանով դուրս գան գովազդային դադարի։ Գովազդը եթերում, մնացեք մեզ հետ։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սադրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։
Ավելի քան 11 տարի Աքսիոմետ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցե Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91 205 հասցեով։ Նոյան Տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 3-րդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +1 967 567 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան Տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Տիգրան Խզմալյանի հետ, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ։ Եվ այսպես, պարոն Խզմալյան, մենք խոսում էինք այն մասին, թե ինչու է Փաշինյանը Մոսկվայում եւ դա ինչ հետևանքների կարող է հանգեցնել եւ խոսում էինք արժեքը, գինը, դրա գինը որը պետք է լինի։ Արդյոք կարծում եք, որ դա բարդ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար։ Շատերը ասում են, պետք է դատենք արդյունքներով։ Մենք դեռ չգիտենք, կարող է Հայաստանը այնուամենայնիվ դիմի Եվրամիության թեկնածության հայտով։ Կարծում եք, որ Եվրամիությունը կվատացնի, այսպես կենցաղային բառ օգտագործեմ, հարաբերությունները Հայաստանի հետ, ավելի այլ կերպ կսկսի դիտարկել Հայաստանը։ Մենք հիմա տեսնում ենք Միացյալ Նահանգներ Վրաստան, ծանր հարաբերություններ են Վրաստանում, հիշում եք, եթե գիտեք, երեք ամենաչնչին բանն ասեմ, ցուցիչը ասեմ, դեսպանատունը Միացյալ Նահանգների հայտարարել էր իր քաղաքացիներին զգուշ լինել, որ վաճառքի կենտրոններում կարող են ուրեմն ռումբեր լինել կամ չգիտեմ ինչեր լինել եւ Վրաստանի ուրեմն ուժայինները խիստ նկատողություն արեցին դեսպանատանը եւ ասեցին մեզ հետ չճշտված տեղեկություններ մի տարածեք։ Ակնհայտ է, որ այնտեղ լարվածություն կա։ Կարծում եք արդյոք, որ այդպիսի լարվածություն կարող է լինել նաեւ այստեղ Հայաստանում եվրոպացիների հետ։ Ես չեմ կարծում, ես գիտեմ, որ դա այդպես է, քանի որ շաբաթներ առաջ Եվրոմիության արտաքին գործերի հանձնակատար Կայա Կալասը, որ արդեն երկրորդ անգամ հետաձգում է իր այցելությունը Հայաստան, արդեն Բաքու ասցրեց գնալ, եւ դա ցուցադրաբար էր, բայց Երևան դեռևս չի եկել։ Նա ուղիղ ասեց, այն երկրները, որոնք նախատեսում են կամ ծրագրում են կամ ցանկանում են Եվրամիության հետ մերձենալ կամ դառնալ Եվրամիության անդամներ, չպետք է գնան Մոսկվա։ Պուտինյան շքերթի, մարդասպաների այդ խրախճանքի։ Ինչու՞։ Որովհետև Եվրոպան դա արժեքների կառույց է, արժեքների վրա հիմնված, այլ ոչ թե շուկա է, ինչպես ասում, համարում եւ հավատում են հայ պաշտոնյաները։ Եթե դուք չեք համապատասխանում այդ արժեքներին, դուք չեք դառնա Եվրոպայի անդամ երբեք, ինչպես 3 օր առաջ հայտարարվեց Թուրքիայի վերաբերյալ։ Թուրքիայի տնտեսությունը բավական հզոր է, մտնում է աշխարհի առաջին 20-յակի մեջ, եթե չեմ սխալվում, բայց Թուրքիայի համապատասխանությունը հաշվեցին, ասեցին 5% է միայն համապատասխանում այն արժեքներին, պահանջներին եւ չափանիշներին 5%։ Ստերեոտիպին իրենք նաեւ Հայաստանի տոկոսը հաշվել են, պարզապես չեն ասում։ Ամենայդեպս այդ տոկոսը այսօր կտրուկ իջել է, որովհետեւ Փաշինյանի այցը եւ այդ լուսանկարը
Լուկաշենկոյի, Պուտինի, Սի Ցինպինի կողքին եվրոպացիների համար եւ ամերիկացիների համար դա շատ լուրջ ցուցիչ է եւ ես վստահ եմ որ դրանով նախ եւ առաջ կօգտվի հենց Իլհամ Ալիևի միջալոց արդեն օգտվում է բայց ամենամեծ ցավը դա չէ մենք 45 օր առաջ ընդունել տվեցինք մեր պատրաստած նախագիծը օրինագիծը որը Հայաստանում մարտի 26-ից արդեն օրենք է Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին 45 օրվա մեջ ոչ մի բան արված չէ օրենքը չի կատարվում ինչպես է սկսվում երկրի Հայաստանի անդամակցության մեկնարկը նշանակվում է փոխվարչապետ այդ գծով նշանակվում է հատուկ քաղաքական տնտեսական կառույց որը մեր կյանքի բոլոր ոլորտները տնտեսությունից մինչև պաշտպանություն, անվտանգություն, տեղեկատվությունից մինչև կրթություն, առողջապահություն սկսում է մերձեցնել եվրոպական չափանիշների, նաև արժեքների։ Արվում է ճիշտ հակառակը։ Ինչպես կարող է մի երկիր, որի վարչապետը ի հեճուկս հատուկ ուղերձին իրեն ուղված խնդրանքի հորդորի չգնալ, նա գնում է։ Ինչպես այդ երկիրը կարող է կատարել սեփական ընդունված օրենքը։ Դա չի լինի։ Եվ ես ելի եմ ասում, մարդիկ փոխարինակում են գերագույն շահերը պետական եւ ազգային սեփական փոքր եւ կուսակցական ել ավելի փոքր շահիկների հետ։ Պարոն Խուզմալյան, ուզում եմ ներողություն խնդրել եւ հետ գալ։ Մենք հիշեցրեցինք Փաշինյանի այդ հայտարարությունը, որ ասաց հենց այսօր, երբ նա գտնվում է Մոսկվայում, ասաց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Արդյոք կարծում եք, որ այդ երաշխիքը նա կարող էր ստանալ Պուտինից եւ արդյոք կարծում եք, որ Պուտինը իզորու է նույն Ադրբեջանին, եթե Ադրբեջանը եւ Իսրայելի հետ եւ մնացած ուրիշ խաղացողների հետ համաձայնեցնի հարձակումը Հայաստանի վրա, Պուտինը կարող է ազդել Ալիևի վրա։ Այն դեպքում եւ Ալիևը այսօր բոլորս գիտենք Մոսկվայում չէ։ Ասեմ ամենայն համոզվածությամբ եւ պատասխանատվությամբ։ Պուտինը 5 տարի շարունակ ամեն ինչ արեց, որ Ադրբեջանը ոչ միայն Արցախը Պուտինին չէր հետաքրքրում, Հայաստանի Սյունիքի վրա հարձակվի։ Եվ եթե դա չեղավ, դա միայն արևմուտքի դիմադրությունն է, որովհետև Ալիևը այլ տեղ իր նավթն ու գազը բացի արևմուտքից չի կարող վաճառել։ Ալիևը չի կարող վաճառել իր նավթն ու գազը հարևան Թուրքմենստանին, Իրանին, Ռուսաստանին, Ղազախստանին, նրանք իրենք են վաճառում իրենցը։ Այսինքն Պուտինը չէր երաշխիք տվողը Փաշինյանին, որ չի լինելու պատերազմ։ Պուտինը միայն պատերազմի շարունակության երաշխավորն է։ Եվ 20 թվականին, եւ 23, եւ 25-ին, եւ 26-ին նա ձգտելու է պատերազմի։ Երաշխավորը արևմուտքն է։ Պուտինը պարզապես ինչպես միշտ ստում է, կեղծում է, եւ այն որ Փաշինյանը գնաց Մոսկվայում դա հայտարարեց, դա Պուտինի խաղի մեջ մասնակցելու Փաշինյանի գինն է։ Փաշինյանը ժողովրդին խաբելու համար է ասել դա Մոսկվայում, որ մարդիկ կարծեն, որ նա դրա համար է գնացել, որ հետ գա ասի Պուտինը հրաժարվում է պատերազմից։ Ոչ, միգուցե նրան խաբել է Պուտինը, չգիտեմ, միգուցե Փաշինյանը չի հասկանում դա, նման բաներ էլ եղել են, բայց ասում եմ, կրկնում եմ, ամենայն պատասխանատվությամբ։ Պուտինի նպատակն է պատերազմը, Պուտինի նպատակն է 100 տարի շարունակ, ոչ թե Պուտինը, Ռուսաստանը նպատակն է, Թուրքիայի հետ մերձեցումը։ Մի պարզ օրինակ 2010-11 թվականից Ռուսաստանն է ատոմային տեխնոլոգիա փոխանցել Թուրքիային։ Մի բան, որ Ամերիկան չի արել տասնյակ տարիներ։ Ավելին այսօր, երբ որ Հնդկաստանը Պակիստանի հետ է միջուկային պատերազմի եզրին, որը չի լինի, բայց ով է տվել ատոմային ռումբ Պակիստանին։ Չինաստանը, իսկ ով է տվել Չինաստանին։ Ռուսաստանը, Սովետական միությունը, Ստալինը։ Նա որոշում էր ընդունել փոխանցել ատոմային ռումբը Մաո Ցեդունին։ Պատկերացնում եք ինչպիսի ճանապարհներ են, այդպես որ Փաշինյանը չի կարողանա մեզ համոզել, որ նա համոզեց Պուտինին եւ պատերազմ չի լինի։ Այո, Պուտինից կախված է այդ պատերազմը, բայց փառք Աստծո,
ոչ միայն Պուտինից։ Այն որ պատերազմ, որը ուզում է Պուտինը, չի լինի, դա միայն Եվրամիության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների արգելքն է Ադրբեջանի դեմ, որտեղ Ադրբեջանը կորցնելու է իր տնտեսական բոլոր կապերը եւ սնանկալու է շաբաթների ընթացքում։ Մնում է հուսալ եւ երևի հարցի տեսքով տալ այնուամենայնիվ անգամ այս այցը չենք բացառում, ես հարցնում եմ, չեք բացառում արդյոք, որ գնալուց առաջ այնուամենայնիվ Փաշինյանը գոնե նվազագույնը Մակրոնի հետ պետք է որ քննարկած լիներ եւ կարծում եք արդյոք որ այո պատերազմը չի լինի ոչ միայն որովհետեւ Մոսկվայից հայտարարեց այդ մասին Փաշինյանը, այլ նաեւ այդ պատերազմին դեմ է եւ Միացյալ Նահանգները եւ եվրոպացիները եւ Փաշինյանի Մոսկվա գնալը չի փոխի նրանց քաղաքական շահերը եւ նպատակները դա մեր տարածաշրջանը։ Ես մոմ չեմ պահել, ես չեմ կարող պնդել, որ Փաշինյանը օրինակ Մակրոնի հետ դա չի քննարկել։ Ես չեմ բացառում դա։ Ես բացառում եմ, որ Մակրոնը խրախուսել է նման այցելություն։ Ես խոսում եմ ոչ թե Մակրոնի հետ իհարկե, բայց ես հանդիպում եմ եվրոպական դեսպանների հետ։ Եվ իրենք երբեք չեն ասում, չէ, մենք ասել ենք ոչ մի դեպքում մի գնա։ Դրանք ասում են, դե եթե ձեզ պետք է գնացեք, դուք եք որոշում։ Հետո կառուցում են իրենց հարաբերությունները ըստ փաստի։ Անշուշտ։ Եվ մենք երևում ենք խեղճ ու կրակ, թույլ, կոտրատված, կոտրատվող եւ անհույս մի պետություն, որի վրա որևէ հաշվարկել անել չի կարելի։ Այդպես եղավ Վրաստանի հետ։ Իրենք նայում են, մտածում են, դե եթե Վրաստանը ծախվեց ռուսներին, դե Հայաստանը ինչ անի։ Իրենք խղճում են մեզ, բայց դա շատ կասկածելի արդարացում է։ Մենք շատ վաղուց կարող ենք սկսել մեր շարժումը դեպի արևմուտք 25 տարի առաջ, մեր հաղթական պատերազմից հետո։ Մենք դա չարեցինք եւ չենք անում մինչեւ հիմա։ Մեր կյանքի կեսը գնաց մեր իշխանավորների փոքրիկ իշխանությունը եւ մեծ գողոնը ապահովելու վրա։ Շնորհակալ եմ պարոն Խզմալյան, մնում է հուսալ, որ Փաշինյանը շատ խորամանկ խաղ է խաղում եւ հաշվարկել է բոլոր վնասները եւ օգուտները։ Կարող եք այսպես կարող ենք ամփոփել հույսով գոնե։ Էզոպոսը նման դեպքում գրեց մի առակ աղվեսի մասին, չգիտեմ ինչի աղվեսի ու խաղողի մասին։ Ես չգիտեմ որ աղվեսները խաղող են սիրում, բայց Էզոպոսի մոտ այդպես է, չկարողանով հասնել խաղողին, աղվեսն ասեց դե խակ է խաղողը, չեմ ուզում դա ուտել։ Սա խակ խաղողի մասին հին հունական առակ է, որը հայերենում ավելի կոպիտ ձևով են ձևավորում, չեմ ուզում եթերում դա ասել։ Ոչ, ես չեմ հավատում, որ դա խորամանկ խաղ է։ Դա շատ թույլ, պարտված խաղ է, եւ մենք այդ ամենը դեռևս պետք է կարողանանք ուղղել, շտկել եւ մեծ կորուստներով, ժամանակի կորուստներով, մարդկային կորուստներով, տարածքայինի մասին արդեն չեմ ասում, դրանք եղան, հետ բերենք այն ամենը, ինչ մենք կարող ենք ունենալ եւ ինչ կորցրել ենք այս տարիներին։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, մեր եթերաժամը ավարտվեց ցավոք։ Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ պարոն Տիգրան Խզմալյանի հետ էինք զրուցում, զրուցվար մեր Գայանե Արաքելյանը, բարին ձեզ։